Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք, հուսով եմ, որ դուք եք լավ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ լավ լինեք։ Դե ինձ սիրելիներս, այսօր երևի թե մի քիչ զրուցենք, եկել եմ զրուցելու։ Իրականում ես դրա կարիք ունեմ, կարոտել եմ մեր փոքրիկ զրույցները, հուսով եմ, որ դուք եք։ Երևի թե ցանցրալի չի լինի, ինձ թվում է, որ մի փոքր զրուցենք, ոչ մի տեղ չվազենք, ոչ մի բան չգնենք, ոչ մի բան չպատրաստենք, այ պարզապես նստենք, սուրճ խմենք եւ զրուցենք։ Համաձայն եք, չէ՞, ինձ թվում է, այո։ Դե ինչ, երևի թե իրականում մի հատ ուզում եմ արագ անդրադառնամ վերջին վլոգին, որը նկարահանել էր մեր սիրելի Էլենչոն։ Ինչ եմ ասում մեր սիրելի, որովհետև բազմաթիվ կոմենտարիաների շնորհիվ ես հասկացա, որ մեր Էլենչոն շատ սիրված է եւ ճիշտ տեսակետից ճանաչած է, այսինքն դու շատ ճիշտ բնութագրում եք իր բնավորությունը, իր նրբությունը, իր ամեն ինչը եւ ուզում եմ մի փոքրիկ անդրադառնամ մեր Էլենչոյին այսօր, հետո արդեն մեր գործերով կանդրադառնանք, մեր կանացի հարցերը կլուծենք։ Դե ինձ սիրելիներս, իրականում սենց մի քիչ ոտքի վրա կխոսամ, հետո նոր կնստենք, հանգիստ կզրուցենք։ Այնպես ստացվեց, որ Սամոն եւ Էլենչոն որոշեցին, որ Սուրբ Վալենտինի տոնի առթիվ, սիրահարների տոնի առթիվ ուզում են գնալ Փարիզ եւ այնտեղ գեղեցիկ ժամանակ անցկացնեն։ Իրականում իրանք առաջի անգամ չեն գնում, կարծեմ սա երկրորդ թե երրորդ անգամն է, որ գնում են։ Երկրորդը, որ հաստատ երրորդը չեմ կարող կոնկրետ ասել, չեմ հիշում։ Ինչ ուզում եք արեք։ Եվ Էլենչոյի եղբայրը այնտեղ ապրում, մեծ եղբայրը իր գեղեցիկ ընտանիքի հետ միասին իհարկե եւ ամեն անգամ երբ գնում են Փարիզ տեղավորվում են իր եղբոր տանը, այնտեղ են մնում այդ քանի օրը, հետո ետ են վերադառնում, հա։ Եվ այս անգամ էլ եւս մեկ անգամ որոշեցին, որ ուզում են Փարիզում անցկացնեն Սուրբ Վալենտինը, ինչի համար ես շատ ուրախ էի, ինչու ոչ թող վայելեն ժամանակ անցկացնեն երեխեքը, քանի ջահել են, քանի կարան, հնարավորություն ունեն, պետքա անեն, հա։ Ու Էլենչոյին ասեցի, եթե կուզեք մի փոքրիկ հատված նկարեք ձեր այդ ժամանցից, իրականում ասելով մի փոքրիկ, մտածեցի իրոք մի 15 րոպեանոց ինչ որ մի փոքրիկ հատված, որը որ ցույց կտա, որ իրան գնացել են շատ գեղեցիկ ժամանակ են անցկացրել միասին, բայց պարզվեց մեր Էլենչոն ոնց որ Սամոն ասում, մամա համար երկուսն է։ Ասեցի դու մամա համար երկուսն ես, լավ են վլոգ է նկարել, ինչի համար ես իրոք շատ ուրախ եմ։ Եկան, բերեցին, մոնտաժած արդեն իրանց վիդեոն, իրանցով մոնտաժել էին եւ իհարկե ես գցեցի ալիք։ Չնայած որ համոզում եմ, որ իրենց ալիքը բացեն, բայց հələ որ չեն համոզվում, չգիտեմ, ասում եմ բացեք երեխեք, դուք էլ շատ գեղեցիկ տեղեր եք գնում, շատ հետաքրքիր ժամանակ եք անցկացնում, ինչի ոչ, դուք էլ կարող եք շատ սիրուն վլոգներ նկարել, հələ որ չեն համաձայնվում, հետո կերևա։ Դա իրանց գործն է։ Եվ ինձ հասնում էր առաջարկել է, հա, մի խոսքով, ինչ էի ուզում ասել սիրելիներս, իրականում շատ նկատեցիք, որ Էլենչոն վլոգի մեջ անդրադարձավ մի անձնավորությանը, որի անունը Գայանե է, որը խեղճ երեխուն հանգիստ չի տալիս իր հիմար կոմենտարիաներով, հա, չգիտես ինչի իրան իրավունք է ձեռք բերել, որոշելով է գեղեցիկ, ով է տգեղ, եւ ով պետքա լինի կամերայի առջև եւ ոչ, այսինքն ինքը պետքա նստի նայի եւ ինքն է որոշում մենք ում պետքա ցույց տանք, ում պետքա ցույց չտանք եւ Էլենչոն անդրադարձավ այդ անձնավորությանը։ Իրականում ես ընդհանրապես չի ուզենա ոչ անդրադառնալ, ոչ ընդհանրապես իր անունը քննարկել, որովհետեւ այդպիսի մարդիկ չպետքա ընդհանրապես ունենան ճանաչում, հա, այդպես ասեմ։ Բայց իրականում Այլենի հետ մենք լավ զրուցեցինք այդ թեմայի շուրջ, բացատրեցի իրան, որ անհնար է, որ աշխարհի բոլոր մարդիկ լինեն բարի կամ աշխարհի բոլոր մարդիկ լինեն չար, հա, կամ չի կարող մեկ հոգու բոլորը սիրեն եւ հակառակը չսիրեն բոլորը, հա, որ ասում եմ մենք փող չենք, որ բոլորը սիրեն։ Հա, ինձ թվում է, որ Էլենը փողի նման լիներ, ինձ թվում է, որ Գայանեն, հա, Գայանեն լավ էլ կսիրեր, եթե չեմ սխալվում, Գայաներ, վերջում մի հատ կստուգեմ, հետո կասեմ հասած Գայաներ, թե չեմ, բայց կարծեմ Գայաներ, մի խոսքով, անունը կարևոր չի, հա, ինչ է ուզում ասեի, խոսացի, բացատրեցի, ինձ թվում է, որ Էլենչոս ոչ թե հասկացել, այ ընդունել է այդ փաստը, որ
այդքան լավ մարդկանց մեջ կարա լինի մի հատ թերի անձնավորություն, հա, ու չպետք է ինքը ներվի, իրականում ինքը շատ նուրբ, շատ փխրուն հոգի ունի այդ երեխան ու ինչքան էլ որ իրան լավ բաներ գրեն, նույնիսկ այդ մի հոգու գրածը իր համար շատ ծանր է, ինքը ոնց որ ավելի հավատա այդ մի հոգու գրածին, հա, կոպիտ ասած, քան թե մնացած լավ մարդկանց գրածին, չնայած որ այս վերջի իրանց վլոգի տակ գրելուց բազմաթիվ կոմենտարիաներ գրելուց հետո ինքը հասկացավ, որ այո, իրականում լավ մարդիկ ավելի շատ են եւ պետք չի այդ մի հոգուն, ոնց որ ասած, մարդը հաշիվ անել, հա։ Իրականում այդ անձնավորությունը մենակ Էլենին չի գրել, ինքը սկսել է արդեն ինուսմա սկզբից իր մտածելակերպով, իր ճիշտ լինելով, իրան բրթել առաջ, որովհետև ես որ անկեղծ ասեմ, երբ որ կոմենտարիաները շատ են իմ բաժնում ժողովուրդ, շատ վաղ ես չեմ նկատում, որ կան կոմենտարիաներ, այսինքն ոչ թե կան, շատ կոմենտարիաներ իմ աչքով չեն ընկնում, այդպես ասեմ։ Եվ այդ կոմենտարիան դրանցից եւս մեկն էր, իրականում Էլենը ուղարկեց կոմենտարիաները, որը այդ կինն էր գրում, չեմ ուզում իրականում անդրադառնամ, ուղղակի ես վստահ եմ, որ ինքը նայելու է այս հոլովակը, չափից ավել վստահ եմ, եւ ուզում եմ անդրադառնամ հենց անձամբ իրեն, որպեսզի ինքը միգուցե մի քիչ իր չարությունը նախ մեղմացնի, երկրորդն էլ միգուցե հասկանա, որ բոլորը չէ, որ պետքա կարծեն իրեն նման եւ ապրեն իրեն նման, իր մտածելակերպով, հա, որովհետեւ շատ վաղուց, եթե կհիշեք, եթե իմ հին բաժանորդներն եք, կհիշեք, որ ինձ հարց էր տրված, ինչ եմ մտածում այն հարցի շուրջ, որ երբ որ տղան ամուսնանում է, արդյոք պետք է ապրի ծնողների հետ, թե պետքա առանձին ապրի եւ իհարկե ես արտահայտեցի իմ կարծիքը եւ ասացի, որ իմ կարծիքով որ նորաստեղծ զույգը պետքա առանձին իր տունը, իր տեղը, իր տան ընտանիքի ընդհանրապես կանոնները ինքը ստեղծի եւ բարգավաճի, այսինքն չպետքա ստիպենք նորաստեղծ զույգին, հա, այսպես ասեմ, գան եւ ապրեն տղայի ծնողների հետ զուտ նրա համար, որ մենք մեզ լավ զգանք, այդպես ասեմ, հա, ասենք տուն հարս ենք բերել եւ ինչ որտեղ ոտներս գցենք մեր ոտքերին, նստենք եւ ասենք, ահա, թող հարսը կանի, հարսը կբերի, հարսը կտանի։ Մի խոսքով, մեր հայկական մտածելակերպը ես մի քիչ ուրիշ ձև եմ մտածում եւ ինձ թվում է իմ հասակակիցները մեծ մասը արդեն իմ մտածելակերպն ունեն եւ չգիտեմ, ես այդպես եմ նկատել եւ իմ կարծիքը արտահայտեցի, որ ես շատ կուզենամ, որ իմ տղան ամուսնանալուց հետո, եթե հնարավորությունը կա, իհարկե առանձնանա, ստեղծի իր տունը, տեղը, իր գեղեցիկ ընտանիքը, իրենց իսկ ցանկության կանոններով եւ շարժու ձևով, որովհետեւ ամեն ընտանիք ունի իր օրենքները, իր ցանկությունները, հա, ու չպետք է մենք ստիպենք, որ նորաստեղծ ընտանիքը դառնա մեզ նման, որովհետեւ մենք կարող ենք լինել լավ օրինակի համար եւ կարող ենք լինել վատ օրինակ։ Ինչու եմ ասում այդպես, որովհետեւ շատ զույգեր կան, որոնք ամուսնացնում են իրենց երեխաներին, շատ ցավոք սրտի լինում են ընտանիքներ, որ չեն լինում ոնց որ համերաշխություն չի լինում, սեր չի լինում, իրականությունը դա է ու բոլորդ եք փաստեք, որ կան այդպիսի ընտանիքներ, որտեղ որ ամեն մեկը իրանց կյանքով է ապրում, որտեղ որ չկա այդ ընտանեկան երջանկություն ու ներդաշնակությունը, հա, ոնց են ասում, չգիտեմ, մի խոսքով ու բերել այդ տուն նորաստեղծ ընտանիք եւ օրինակ ծառայել եւ վաղը միսօր ասել, վայ, ինչի իրանց մոտ տենց ստացվեց, միգուցե հասկանանք ինչու, կամ հակառակը, միգուցե դուք ձեր զույգի հետ սկզբից մինչև վերջ ներդաշնակ եք, սիրով եք, հարգանքով եք, բայց ինչ պատճառներով իրենց մոտ մի քիչ ուրիշ ձև է գնում եւ անդադ ճնշելով ու օրինակ ցույց տալով, որ այ նայի մենք սենց չենք անում, այ նայի ես իմ ամուսնուն սենց եմ, այ նայի ես իմ կնոջը սենց եմ, դա ինչ որտեղ նորաստեղծ զույգին չի թողում ինքնուրույն հասկանալ ինչ են իրենք մեկը մյուսից ուզում։ Դրա իսկ պատճառով իմ կարծիքով, որ պետք է լինի առանձին ընտանիք
Ես մեծ հաճույքով կգնամ, հյուր կգնամ իմ տղու ընտանիքին, հա, այդ մի բաժակ սուրճը ուրախ ասել խոսալ ծիծաղալով կխմեմ եւ այն որ ասում համով հոտով հետ կվերադառնամ իմ տուն։ Գրել էր այդ կինը այդ կոմենտարիայի մեջ, որ տենց մեծ խոսում ես, բա որ վաղը միսօր քո ամուսինը թե մարդը, չեմ հիշում արդեն ոնց էր գրել, մահանա ու դու մենակ մնաս, հələ տենամ, քեզի տանեն գցեն ծերանոց, նեգրերը քեզ պահեն։ Իրա գրած կոմենտարից դու հասկանում ես, թե մարդ ինչքան կարա չար հոգի ունենա, ինչքան դժբախտ լինի, որ հակառակ դիմացի մարդուն, որ իրան ոչինչ չի արել, ոչ մի վատություն եւ ոչ մի լավություն ինչ որտեղ, ոչինչ չի արել, ցանկանալ ինչ որ մի վատ բան, հա։ Նախ սկսեմ նրանից, որ Աստված ինչքան մեզ կյանք ա տվել, ամեն մեկս մեր կյանքն ենք ապրելու, մենք չգիտենք մեզ ապագայում ինչ է սպասվում, ով ինչքան կապրի, հա, ինչքան էլ ապրենք, թող համով հոտով ապրենք, ինչքան էլ ապրենք, թող դիմացինին մենք չզզվացնենք մեր ապրելով եւ ներկա լինելով իրենց կյանքում, անկախ նրանց դա կլինեն մեր երեխաները, թե ընդհանրապես մեր հարազատները եւ բարեկամները, դա մեկ։ Հա, երկրորդը խոսենք մի քիչ ծերանոցից, ժողովուրդ։ Չգիտեմ, մեր հայերի մոտ ինչ որ նամանդ Հայաստանում ապրող, երբեք օտար երկրում չապրող հայերի մոտ կան կարծրատիպ, որ ծերանոցը ինչ որ մի ահավոր բան դա, ինչ որ մի դժողքի, դժբախտության տեղ է, որտեղ որ տատիկներն ու պապիկները տխուր են, դժբախտ են, լքված են։ Եկեք սկսեմ նրանից, որ ես աշխատել եմ ծերանոցում, ինձ բախտ է վիճակվել, աշխատել ծերանոցում, իհարկե աշխատել եմ ընդամենը, ինչքան երևի մեկ շաբաթ, ուղղակի չկարողացա շարունակել իմ բնավորության համաձայն, որովհետև ես այնտեղ ինձ լիարժեք չէի զգում, ես այնտեղ չէի կարողանում բացվել, հա, ես չեմ սիրում ընդհանրապես ռոբոտային աշխատանք գնալ անել ու գալ։ Դա ինձ համար չի, ինձ պետք է շփում, ինձ պետք է ազատություն, մտքի ազատություն, խոսքի ազատություն ու դրա իսկ պատճառով ես այնտեղ երկար չկարողացա մնամ, նաև շատ ուժեղ, ոնց ասեմ, ինձ համար շատ տխուր էր տատիկներին, պապիկներին տեսնել ոչ թե վատ վայրում, ոչ չհասկանաք սխալ, այ ուղղակի տեսնել, թե տատիկների, պապիկներին, հա, հասկանալ, որ ինչ որ մի տարիքի են հասել, որ ամեն մեկ իր պատմությունն ունի, ամեն մեկի աչքերում իր ճակատագիրն է գրված, հավատացեք, ես նայում ես հայացքին ու հասկանում ես, թե երջանիկ ա եղել, հետաքրքիր ու զվարճալի կյանք ա ունեցել, թե ոչ, թե չար ա ընդհանրապես եղել, ասեմ ձեզ, որ այնպես չի, որ բոլոր տատիկ պապիկները են, հրեշտակներ են, ոչ, այն չար մարդիկ, ովքեր որ չար են լինում իրանց կյանքի ընթացքում, հավատացեք, ծերանալու ընթացքում ահավոր չար են մնում, ահավոր չար, որոնց նույնիսկ ծերանոցներում եւ իրենց ընտանիքներում չեն սիրում։ Այնպես որ կարևոր բարի լինենք եւ միշտ բարիություն սերմանենք, ժողովուրդ։ Հա, ու ինչ եմ ուզում ասել։ Նախ, ինչ է ներկայացնում ծերանոցը Իրանից։ Ինչպես ասեցի, աշխատել եմ այնտեղ, փորձը ունեմ։ Նախ ծերանոցը բանդ չի։ Նախ ծերանոց ընկնելու համար դուք պետք է գումար ունենաք, այնպես չի, որ դուք լրիվ աղքատ ու ձեզ կտանեն ծերանոց, կասեն ապրի վայելի կյանքդ, ոչ, այդպես էլ այդպես չի, հա, ասեմ ձեզ, մեր խանութին դեմ դիմացքից կա ծերանոց, եթե ստացվեց մի օր նկար անեմ, ցույց կտամ, դա 5 հարկանի շենք է, ամեն սենյակ ունի իր խոհանոցը, փոքրիկ, այսինքն այդտեղի տատիկ պապիկները ամեն օր իրանց գեղեցիկ փոքրիկ զամբյուղիկներով կամ չգիտեմ իրանց այդ քաշովի բաներով, շարյոներով գալիս են խանութ, գնում են իրանց մրգերը, բանջարեղենը, քիչ քանակի կոնֆետ, երշիկեղեն եւ ինչու ոչ նաեւ խմիչք, նաեւ Red Bull ժողովուրդ եւ իհարկե հետ են վերադառնում իրենց տուն, իրենց ձեր ասած ծերանոցը որտեղ որ իրանք ուտում են ինչ որ ուզում են, բացի դա կա կանոնավոր սննդի ժամ, կա նախաճաշի ժամ, կա ճաշի ժամ, կա ինչ են ասում, մինչև երեկոյան ընթրիքի, հա, մինչ այդ կա գուտեի ժամ, որը որ ըստ ժամի իրանց համար այդ ամեն ինչը մատուցվում է,
ունեն բազմաթիվ խաղեր, զբաղմունքներ, մեկը մյուսի հետ, որ իրանք հասակակիցներ են ու իրենց մեկը մյուսի հետ շատ հետաքրքիր են իրանք ժամանակ անցկացնում իրականում, քանց թե նստեն այսպես տանը, ինչպես որ մեր տատիկներն են նստում, նայեն հեռուստացույց ու վերջ։ Իրենք այնտեղ ավելի իրենց աշխուժ են զգում, հավատացեք, եւ բանտարկված էլ չեն։ Դուրս են գալիս, քայլում են, գնում են իրենց հարազատների տուն, իրենց հարազատներն են գալիս իրենց հյուր, եւ եւս մեկ բան ասեմ, որ նույնիսկ ծերանոցներում իրանք կարող են իրանց տան կենդանիներին իրենց հետ բերել, որը ինչից գիտեմ դա, որովհետեւ որ գալիս են խանութ տատիկներն ու պապիկները առևտուր անելու, տեսնում են, որ շունիկի փիզիկների կեր են առնում։ Մի օր հարցրեցի, ասեցի դու շուն ու կատու ունեք, հա, ոնց որ ծերանոցում թույլ են տալիս ձեզ, ասեց, այո, թույլ են տալիս, եթե մենք արդեն ունեցել ենք տանը եւ տեղափոխվել ենք ծերանոց, թույլ են տալիս, որպեսզի մեր կենդանին մեզ հետ պահենք։ Այսինքն դուք հասկանում եք ինչքան ամեն ինչ ազատ է, ինչքան ամեն ինչ ճիշտ է։ Դու եթե իհարկե դա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը եթե դուք ունեք այնքան գումար, որ կարող եք վարձակալել խնամակալ, եւ խնամակալը կարող է գալ ձեր տանը, ձեզ հոգ տանել, ձեր ժամին ձեր դեղերը տալ, ուտելիքը պատրաստել, հա, ինչու որ ձեզ հետ խանութ դուրս գալ, ձեզ հետ հեռուստացույց նայել, այսինքն ձեզ հետ ժամանակ անցկացնել եւ նույնիսկ գալ եւ քնել ձեր տանը, որպես խնամակալ ես ճանաչում եմ մեր շատ մոտիկ հարազատներից մեկը այդ գործի վրա է եւ ինքը ապրում է մի տատիկի հետ, որովհետեւ այդ տատիկը ունի գումար, բայց չունի հնարավորություն ինչ որ մի հարազատը որ գա իրեն պահի, ոչ թե հարազատ չունի, հակառակը ունի հարազատ աղջիկներ, բայց ժողովուրդ այստեղ Եվրոպայում բոլորը աշխատում են։ Դու չես կարող նստել տանը եւ ասել ես կնստեմ տանը, տատիկին կպահեմ, թող մենակ ամուսինս գնա աշխատի, չի լինի անհնար։ Կդառնա որ դուք ապրում եք ուտելու համար մենակ, այսինքն առաջընթաց չեք ունենա, հասկանում եք, այստեղ այնքան զբաղվածություն կա, որ դու չես կարող ստիպել քո երեխային չաշխատել, նստել եւ քեզ խնամել։ Դրա փոխարեն ինքը կգերադասի իր աշխատավարձից մի մաս տալ խնամակալին, որը որ պետությունն էլ ինչ որ մի մաս կօգնի կավելացնի այդ գումարին, որը որ կա այդ օրենքը, եւ ձեր տատիկներին, պապիկներին շատ հավեսով կխնամեն իր իսկ տանը կամ ծերանոցում արդեն իհարկե 24-ժամյա ուշադրության եւ խնամքի տակ են։ Այնպես որ դուք ինձ ծերանոցով մի վախացրեք տիկին ջան, եթե այնպես ստացվի, որ մենք ծերանանք, Աստված տա մենք այնքան երկար ապրենք, որ ծերանանք, հասնենք ծերանոցի տարիքին, ոչինչ, մենք ծերանոցում էլ կապրենք, դուք հեչ մի դարդարեք, դուք մեր մասին մի մտածեք, դուք ձեր մասին մտածեք, որ ձեր չարությունով միգուցե նույնիսկ ծերանոցում հայտնվեք եւ ձեզ նայող էլ չլինի, որովհետեւ չար մարդկանց նույնիսկ իրանց երեխաները պահը գալիս, որ չեն ուզում տեսնեն։ Հենց որ զգուշեք ձեր չարությունը մի քիչ պտտեք, ներքև իջացրեք, հա։ Եվ մեկ բան էլ, որ դուք ասում եք նեգրերը ձեզ պետք է պահեն, նախ ձեր իսկ ասած այդ նեգրը միս եւ արյունից ծնված մարդ է, հոգի է, անձնավորություն է, եւ ասելով նեգր, ինչու եք դուք մարդուն վիրավորում, այդ մարդը ապրել է Աֆրիկայում կամ չգիտեմ մեկ այլ ինչ որ երկրում եւ իր ամաշկի գույնը դա ոչինչ չի բնորոշում, հիմա արտահայտություն մի արեք, կան սևամորթներ, որոնք ձեզնից 1000 անգամ խելացի են, 1000 անգամ կրթված են, 3 հատ բարձրագույն կրթություն ունեն, իմ նախորդ տնօրենը եղել է սևամորթ, որը որ ձեզանից վստահ եմ 1000 անգամ խելացի եւ կրթված է, ուներ 3 բարձրագույն կրթություն, չհաշված մնացած իր գիտելիքները, հա, ինչ եմ ուզում ասեմ, դուք այդ ձեր հիմար կոմենտարիաներով ձեզ եք ցածրացնում, ձեր մակարդակն եք ցույց տալիս, ձեր կրթվածությունն եք ցույց տալիս, ժողովուրդ, մարդը մարդուն չպետք է ատի, մարդը մարդուն չպետք է վատը ցանկանա, լինի դա ծանոթ, հարազատ, բարեկամ, եւ նույնիսկ լինի դա ձեր տան անդամը, որին դուք ուզում եք ստիպել, կպցնել ձեզ եւ ասել, չէ, այդպես պետք է լինի, որովհետեւ ես այդպես եմ ուզում, ոչ։ Իմ ընտանիքի անդամները բոլորը ազատ են, իրանց շարժուձևի մեջ, լինեն դա երեխաները, լինի մեր Էլենչոն, որը մեր երեխան է նույնպես, ուտեն, քնեն, հելնեն, դուրս գան, ներս գան, որ ժամին եւ ոնց ուզում են, այդպես էլ անում են։ Դա իրենց անձնական կյանքն է, դա իրենք են որոշում։ Կուզենան կապրեն այստեղ, կապրեն, չեն ուզենա, չեն ապրի։ Մենք չենք ասելու ոչ հա, ոչ էլ չէ, բայց որ առանձին ապրեն,
մենք լավ ենք մեզ գալու, հավատացեք, քանի որ մենք էլ դեռ ջահել զույգեր ենք, այդքան էլ ծեր չենք, եւ այնպես չի, որ ասել ենք, վայ, ամուսնացնենք, թորբերեն, թորներին պահենք, չէ, нет, մենք հələ մեր պլաններ ունենք, մենք ճամփորդել ենք ուզում, մենք մեր կյանքն ենք վայելում։ Այնպես որ երբ որ ծերանոցի ժամանակը գա, ես ձեզ կգրեմ, կասեմ, ծերանոցում եմ ապրում, թե մեր տանը այնքան կարող ենք հնարավորություն ստեղծել, որ կգան կխնամեն մեզ։ Այդպես ժողովուրդ, ինչ եմ ուզում ասեմ, ձեր գլուխը տարա ես գիտեմ, բայց այսօր խոսալու օր է, չնեղանաք, հաջորդ վլոգը կլինի Բաղադրատոմսը, բայց այսօր մենակ խոսում ենք։ Ուզում էի ասել, որ իմ ալիքում այս 3 օրվա ընթացքում, սիրելիներս, շատ մեծ հոսք ա եղել բաժանորդների, որի համար շատ շնորհակալ եմ, շատ անչափ երջանիկ եմ, անչափ ոգևորված եմ, որ մեր սիրո տանիք եկել են բազմաթիվ մարդիկ միացել են։ Իրականում ով YouTube-յան ալիք ունի, նույնիսկ մեկ բաժանորդը, մեկ կոմենտարյան շատ մեծ ոգևորություն առաջացնում վլոգ վարողի կյանքում, այդպես ասեմ, եւ ես չեմ ասի, որ դա ինձ համար կարևոր չի, ինձ համար կարևոր է, իհարկե կարևոր է առաջինը որակը մարդու էությունը, դրական էմոցիան, իմ ալիքում միմիայն պետք է դրական էմոցիա լինի, որտեղ ես ինքս ինձանով այդպիսին եմ, ես միշտ շփտերես եմ, պոզիտիվի վրա եմ, երբեք նամրոտ դեմքով չեմ գա, փնփնթան չեմ, ու չեմ ուզում, որ իմ ալիքում էլ այդպիսիները լինեն, եղավ, եթե այդպես եք, դուրը փակեք գնացեք։ Հա, ինչ եմ ուզում ասեմ, 500-ից եւ ավել բաժանորդ միացան մեզ այս 2-3 օրվա ընթացքում, որի համար անչափ շնորհակալ եմ, բարի գալուստ իմ սիրո տանիք, մեր ընտանիք, տեսնում եք ինչքան բոլորը բարի են, մի 2 հոգի լինում են, որ անհամ են լինում, դե ինչ անենք, դա էլ մեր թերի մարդիկ են, որոնք կան, չեն կարա ոչինչ անենք, ինչ անենք, աշխարհն է այդպիսին, հա, այնպես որ շատ շնորհակալ եմ, որ գալիս եք, բաժանորդագրվում եք, միանում եք մեր ալիքի, նաև անչափ շնորհակալ եմ ժողովուրդ Էլենչոյին այդքան լավ, բարի, ջերմ կոմենտարյաներ գրելու համար, ինքը սենց հիմա թևեր առել եւ թրջում է եւ ամեն անգամ որ կոմենտարյան չի կարողանում թարգմանի, որտեղ ինքը հիմնականում հայեր են, եթե գրում եք թարգմանում է, հայատար, որը չի կարողանում հանկարծ թարգմանի, բան անում, սկրինշոտ անում, WhatsApp-ով ինձ ուղարկում։ Ինչ են գրել, ասում եմ, լավ բան են գրել, բան են գրել։ Ու ես սկսում եմ թարգմանել, երեք նույնիսկ որ մեր տաններ, ես իմ հեռախոսով կոմենտարյաները կարդում եմ, ինքը իր հեռախոսով կոմենտարյաններին պատասխանում է, որտեղ ես ասեցի դա ձեր վլոգն է, դուք եք պատասխանելու, ես մենակ սրտիկներ եմ բոլորիդ ուղարկել, որ ասեմ, տեսել եմ, շնորհակալ եմ, անչափ, բայց իրանց բլոգն է, իրանք պետք է պատասխանեն, հիմնականում Էլենչոն է դրանով զբաղվում։ Հա, ժողովուրդ, չգիտեմ, միգուցե ձեզ տարօրինակ թվա, բայց ես շատ ուրախ եմ, որ բացել եմ այս ալիքը եւ կարողանում եմ ձեզ փոխանցել թե մեր առօրյան, թե մեր ընդհանրապես ընտանեկան վարկը, նիստուկացը ու դա իրականում այդպես է, ինչպես որ դուք տեսնում եք, չկա ինչ-որ մի, ոնց ասեմ ձեզ, սենց ինչ-որ մի պլանավորած խոսք կամ ձև, ինչպես որ տեսնում եք, ազատ ենք շատ խոսքի մեջ, կատակի մեջ, ամեն ինչը չափի մեջ եւ այդպես էլ իրականում կա Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք տեսնում եք, գնահատում եք եւ բաժանորդագրվում եք, շատ շնորհակալ եմ։ Իմ ալիքը այնքան պստելիկ է, այս փոքրիկ բեբե ալիքը 7 ամսական է, պարզվում է, ես այսօր նայեցի, ես տեսնեմ արդեն քանի ամիս է, որ ես իմ ալիքը բացել եմ եւ նա ընդամենը 7 ամսական է։ Դուք հասկանում եք, որ 7 ամսում ես ունեմ այսքան բազմաթիվ լավ հետևորդներ, որոնց ես կարելի ասել զգում եմ։ Անկեղծ եմ ասում, ես ձեր խոսքից ձեր գրելու ոճից, ես նույնիսկ եթե դուք նկար չունեք ձեր այդ կոմենտարիայի կողքը, հա, ձեր էջի նկարը, ես մտովի պատկերացնում եմ, թե դուք ինչպիսին եք, կամ ինչ տարիքի եք, շատ վաղ, անկեղծ եմ ասում։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ շնորհակալություն։ Ժողովուրդ, ինչի ուզում ասել, շատերդ եք հարցնում մի հարելու պահով,
արդեն 4 կիլոգրամ նիհարել եմ եւ երեք Սամոս ինձ ասեց. «Մամա, ասում եմ, նիհարել ես, դեմքդ ասում բան արել, թուշիկներ տիչել է»։ Ասի, «Այո, գործի տակն էլ նկատել, ասում են, Սերին նիհարել ես» եւ ես ինձ շատ լավ եմ զգում դրանից։ Ինչ ուզում ասեի, շատ եք հարցնում ինչպես եմ նիհարում, ճիշտ է պատասխանում եմ, բայց եւս մեկ անգամ ասեմ, ժողովուրդ հատուկ ինչ որ դիետա չեմ պահում, պարզապես հանել եմ թխվածքները իմ բաղադրատոմսից։ Իմ առօրյայից չունեմ թխվածքներ, եթե նույնիսկ ուտում եմ, այսինքն փոքրիկ այսինքն կոնֆետիկ եմ ուտում մի հատ, այն էլ ոչ միշտ, կարող օրը մի հատ ուտեմ, հետո մի երկու օր չուտեմ, հա։ Հիմնականում ուտում եմ միրգ, բանջարեղեն երեկոյան, եւ 2-3-ի կողմերն եմ լավ սնվում, որպեսզի ոնց որ ավելի սենց հագեցած լինեմ, որ երեկոյան էլ այդպիսի սով չզգամ։ Իրականում ես ինքս ինձանով էլ շատ ուտող չեմ, ուղղակի ինձ թվում է, ինձ գերացրեց շատ թխված ուտելը։ Ինձ այդպես է թվում։ Եվ դրա համար ես քաղցրը հենց հանեցի, միանգամից իմ ընդհանուր այդ թմբլիկությունը իջավ։ Եվ իհարկե գիտեք, առել եմ այդ վազելու, քայլելու ոնց են ասում, դարոշկան, հա, դա ուղղակի խնդություն է։ Ով ինչ ճանաչում է գիտի, ես ընդհանրապես շատ շարժուն եմ, շատ աշխուժ եմ, ես չեմ կարա ինչ-որ միտեղ երկար նստեմ, օրինակ հիմա ես դες այդ զրուցում եմ, բայց իմ գլխի մեջ ես արդեն ինչ-որ պլաններ եմ գծում, դա ինչ պետք է անեմ, դա ինչ պիտի անեմ, դա ինչ պիտի անեմ, ու ձեր հետ խոսում եմ։ Եվ նույնպես այս սարքի վրա ես չեմ կարող դանդաղ քայլել եւ ոնց որ 1 ժամ ուղղակի դանդաղ քայլել։ Ապա ես որոշեցի, որ ես պետք է պարեմ։ Եվ ես այդ դարոշկայի վրա շողում։ Պարում եմ։ Մի փոքրիկ հատված կգցեմ, օքեյ։ Միգուցե ձեզ էլ հավեսի գցեմ, դուք էլ սկսեք տենց ինչ-որ մի բան անել, ինձ թվում է հետո պլյուս ոնց որ կրկնակի ինչ-որ արդյունք կտա ամեն դեպքում, համ քայլում ես, համ պարում ես։ Երեկը Սամոնը Էլենը բազմոցի նստած էին, ես էլ ստեղատ է կողքնա դրած, սկսեցի պարել, քայլել, ականջակալներով եմ իհարկե իրանք չեն լսում, ու եմ ոսմա գժի պես շարժումներ եմ անում, Սամոնը Էլենը սս նայում են, ասի Զելը դու կյանքում կմտածեի, որ տենց գիժ կիսուր կունենաս։ Էլեն էլ գիտեք, չես ես մի հատ հայացք ունիս։ Ասում ես իմ, այդ ուցոր ամեն ինչ հայացքով ասում է, մի խոսքով, դա էլ այդպես, շատ եք հարցնում երաժշտության պահով, շատ եք հարցնում, ես շատ ուրախ եմ, որ մեր ճաշակը համընկնում է երգի առումով, իրականում դա արհեստական բանականությունով ստեղծած երգեր են, այսինքն երգերը ստեղծած չեն, իրական երգերը, արհեստական բանականությունը փոփոխված է ներկայացրել, դա մի բլոգերի աշխատանք է, որը կա YouTube-ում, ես իր էջը կտեղադրեմ այս հոլովակի ներքևում եւ կոմենտարիաներում, ժողովուրդ, դա իր ալիքն է, դա իր էջն է եւ ես այդտեղից երգերը վերցնում եմ եւ տեղադրում եմ իմ հոլովակների տակ, որը չի տալիս, ոնց են ասում, հայերեն ոնց կասեն դրան, թույլ է տալիս YouTube-ը, որ ես իմ էջում տեղադրեմ, հա, որովհետեւ երաժշտություններ կան, որ YouTube-ը թույլ չի տալիս։ Դա պատահաբար եմ գտել, շատ եմ հավանել, օգտվում եմ այդ երաժշտությունից, եթե կասեք, որ ուրիշի աշխատանքից եմ օգտվում, տեղադրում եմ, ապա ասեմ, որ ես իմ այդ տեղադրելով իրեն բավականին լավ ռեկլամ եմ արել, որովհետև այն երգը, որ ես շատ հաճախ եմ դնում իմ հոլովակներում, արդեն համարյա 100,000 դիտում ունի, եւ ես չեմ ասի, որ դա իմ աշխատանքից չի, որովհետև երբ որ ես այդ հոլովակը գտա, ընդամենը 15,000 էր, ինչ էր, գնա, կարաս անցնես, դու չես երևում, ընդեղ էլ չես երևում, հա, ընդեղ էլ չես երևում, Ալունանա, ուզում ատենա ինքը երևում է կադրում, թե ոչ, մենակ ես եմ երևում, բարևում ես, ապրես, բարևում ածես, սենց անում մենակ, չել խոսում, հա, ինչ է ուզում ասեի, որ հոլովակի ներքևում կդնեմ, որպեսի եթե կուզենաք, մտեք, դիտեք, լսեք, ինչու ոչ բաժանորդագրվեք, ինձ թվում է իրեն հաճելի կլինի, որովհետև իր աշխատանքը գնահատված կլինի, շատ լավ երգեր է իրեն մոտ ստացվում իրականում, եւ իրան էլ շնորհակալ, անուն չգիտեմ, անուն չկա, որ անձամբ շնորհակալություն հայտնեմ,
իր IG-ն եմ շատ շնորհակալ, որ այդպիսի գեղեցիկ երաժշտություն է հնարում, կարողանում, իրականում այդքան էլ հեշտ չի դա անելը, շատ մեծ աշխատանք է նա անում, որից ես օգտվում եմ եւ ինձ հոգեհարազատ են այդ երգերը, շատ հավեսով լսում եմ, իրականում նույնիսկ երբ որ վլոգի մեջ չեմ տեղադրում, մեկը ես լսում եմ, որ ճիշտն ասեմ։ Այսպես սիրելիներս, հիմա մի փոքրիկ հատված երևի թե ցույց տամ իմ այդ շարժումներից։ Եվ այդքանով կավարտեմ այս վլոգը եւ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ինձ թվում է ոչինչ բաց չթողեցի, ամեն ինչ ասեցի։ Ուզում էի հիշեի մոտավորապես կարող ինչ որ մի բան կա, որ ուզում էի ասել, բայց չասեցի։ Старость не радость, ծերությունը լավ բան չէ։ Չէ, ինձ թվում է, որ այդքան էլ ես իմ ինչ չկա ասելու, իրականում ինչ կար այդ էլ ասեցի, եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիցս ձեր բարի լինելու համար, մնացեք այդպիսին բարին, համով, ջերմ, մեկս մյուսիս հանդեպ, մեկս մյուսիս ոչինչ պարտք չենք, կարող ենք լինել բարի, բարեկամ եւ իհարկե ընկերություն անենք միմիայն լավ տրամադրվածությամբ, հա, իսկ ովքեր որ չար են եւ չեն հավանում ինչ որ մի բան ալիքում, ապա ես միշտ ասել եմ դուրը փակեք եւ հեռացեք, մեզ չար մարդիկ պետք չեն։ Եթե շարունակեք չար գրել, ես առայժմ ձեզ չեմ բլոկել, ձեզ ասելով երկու հոգի է, այսօր մեկն էր հայտնվել, բայց այդքան պատիվ չունի, որ ես նրա անունը տամ, այն մեկը մի քիչ շատ էր ժամանակ օգտագործել մեր ալիքի վրա, դրա համար մի քիչ թույլ տվեցինք իրան լավ զգա, իր մասին խոսելուց, հա։ Երկուսն են ընդամենը, այդ երկուսը կամ կհանգստանան, կամ ուղղակի կբլոկվեն, կգնան, կամ էլ դուք ինքներդ թողեք դուրը փակեք, գնացեք, մի թողեք, որ ձեզ բլոկեն, հասկանում եք, չէ, ինչքան վատ է, որ ձեզ բլոկ են անում, ինչքան վատն եք դուք, ձեր գրելով դուք մեզ, հատկապես ինձ ոչ մի դիսկոմֆորտ չեք առաջացնում, որովհետև ես բավականին արդեն հասուն տարիքում եմ եւ իմ իմունիտետը վատ մարդկանց հանդեպ լավ զարգացած է, կյանքի բերումով, լավին լավ եմ պատասխանում, վատին վատ եմ պատասխանում, այսինքն վատին արհամարում եմ, ընդհանրապես չար վատ մարդկանց ես իմ կյանքում արհամարում եմ, չեմ անդրադառնում, անդրադարձա, որովհետև էլ ինչոյին էր վերաբերվում, թե չէ ընդհանրապես չէի անդրադառնա, որովհետև դուք այդքան արժանիք չունեք։ Իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր իմ ալիքում են, եւս մեկ անգամ ասում եմ շատ շնորհակալություն դիտելու համար, բաժանորդագրվելու համար, ձեր ժամանակը ոնց են ասում, ձեր ժամանակից հատկացնելու համար, որ գրեք կոմենտարիա, շատ շնորհակալ եմ, ուղարկում եմ ձեզ ինչպես միշտ բաչիկ, եւ մի փոքրիկ հատված իմ պարապմունքից կգցեմ, միգուցե ոգևորեմ, դուք էլ սենց բաներ անեք, դժություններ, խիստ չդատեք։ Ժողովուրդ, ես պատրաստ եմ, դուք պատրաստ եք, չծիծաղաք վրետ, նայեք, հա, նորմալով չպիտի ես ձեզ տես բան ցույց տայի, բայց մտքովս անցավ, հիմա մտքովս անցել եմ, մի փոքրիկ հատված եմ ցույց տալի, մի ժամ ձեր համար չեմ պարելու, ինչ ուզում ասեի, դրել եմ 1 ժամ եմ քշում, 10-ի վրա, չգիտեմ, տենց է գրած, 10, ինչ է ուզում ուրիշ ասեի, հա, ասեի, տրիկոյի համար ինքը բանա, մեջից սենց հատուկ մատիրիալ է, որը որ կրտնացնում է ու իբրև թե ավելի օգնում, որ մի հարեք ես փորի հատված, ինքը բավականին բարձր է, եւ իհարկե ամբողջությամբ վաղուց եմ գնել, շատ վաղուց ունեի, միակ ուրիշ եմ գնել, բայց նա մի քիչ ուրիշ ձև է, վիդեոյի համար համապատասխան չի, դրա համար սրանով հիմա այս երգը հատուկ ձեզ համար է, սիրելիներս, եւ մի քիչ էլ հասկացնում եք այն չար մարդկանց, всё, գնացինք։ Jana par janna parchi
Happy